քարորիայի հիմնական թեման հասկանալի է, որ 13 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն է, տեղյակ եք, որ վերխմբակցությունը դեմ է քվեարկելու այդ կարևորագույն հաստատվի կարճ կներկայացնեմ հիմնական 4 հիմնավորումները, որոնք մեզ թույլ է տալիս արտահայտվել այս հաստատվին։ Առաջին, որ այս բյուջեն չի արտացոլում ֆինանսատնտեսական այն գործառույթները պետության ներսում, որը կա։ Այլ խոսքով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից, նույնիսկ կառավարության կողմից ասվում է, որ մոտ 35% է ստվերային տնտեսությունը, այլ մասնագետների հաշվարկով դա մինչև ասում է 60%-ի, որը մոտավորապես կազմում է 1,5-ից 2 միլիարդ դոլար, եւ այն բյուջե, որը ներկայացվում է, բնականաբար չի արտահայտում այդ հնարավորությունները, չի արտացոլում իր մեջ, եւ մեզ համար իսկապես անհասկանալի է, որ ընդամենը 16.18 միլիարդ դրամ, որն անհրաժեշտ է, որ ցանեցվի նվազագույն ծամբյուղին, եւ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը ասում է փող չունենք, այն դեպքում, որ մենք հստակ ասում ենք, որտեղ է փողը, ուղղակի ասում ենք, որ քաղաքական կամք չունեք, որպեսզի ստվերային տնտեսությունը բերեք օրինական դաշտ, իսկ եթե այդ ստվերային տնտեսությունը մտնի իրավական օրինական դաշտ, իսկ կարծում չկա արտահայտությունը, գոնե այն չափով պահանջվում է այսօր վերանը։ Երկրորդը մոտեցումը, որ նույնիսկ այս բյուջեն պաշտպանված չի կոռուպցիայից, պաշտպանված չի ատկատներից, յուրացումներից եւ մեր գնահատմամբ կառավարությունը հաշվի չի առել ընթացիկ տարվա բյուջեի կատարման ընթացքը, հաշվի չի առել այն թերությունները, բաստողումները, որտեղ յուրացումների մեծ թվեր հայտնաբերվեցին եւ պաշտպանված չի, կրկնում ենք, նույնիսկ այս փոքր բյուջեն այդ յուրացումներից։ Երրորդը, որ ի վերջո խորհրդարանն է պատկանում մենաշնորհ բյուջեն հաստատելու, ինչը միշտ հաստատվել է, բայց ցավոք սրտի խորհրդարանը այդպես չի կարողանում իրականացնել կամ ավելի ճիշտ չի ցանկանում իրականացնել իր մյուս գլխավոր գործառույթը, որպեսզի բյուջեի իրականացման վրա համապատասխան վերահսկողություն իրականացնի սահմանադրության եւ օրենքների համապատասխան։ Եւ անկախ բազմաթիվ փորձեր են եղել այդ փորձից մեկն էլ վերջերս էր, որ մենք բացումը ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ցավոք սրտի այս անգամ էլ մերժվեց այդ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, այս նախագիծը, ինչը մեզ ինք է տալիս ասելով, որ քաղաքական մեծամասնությունը իսկապես չի ուզում, որպեսզի բյուջեի նկատմամբ վերահսկողություն իրականացնի ըստ էության, ոչ ֆորմալ առումով ըստ էության, որպեսզի վերահսկողություն իրականացնի ուրեմն ազգային ժողովը։ Եվ վերջապես չորրորդը, որը վերաբերում է բյուջեի գաղափարախոսությանը կամ առաջնահերթություններին, այն է, որ ըստ էության ձևական բնույթ են կրում, երբ նշում են առաջնահերթություններ, ինչ-որ մասը, օրինակ ես երեք անդրադարձել գիտության ոլորտին, միշտ այս 20 տարիների ընթացքում բյուջեի ժամանակ ներկայացվում է, որ առաջնահերթությունների մեջ մտնում է գիտությունը, այսինքն գիտության ֆինանսավորում զարգացման համար, գիտնականների աշխատավարձի հարցերը, բայց եթե տեղյակ եք, ամենաքիչ վարձատրվող մեր քաղաքացիները դրանք են, ովքեր ընդգրկված են գիտության ոլորտում։ Եվ պատահական չէ, որ գիտնականների ուրեմն թիվը կամաց քչանում է եւ երիտասարդ տարիքի գիտնականներ այսօր գրեթե քիչ ունեն եւ հեռանկարել չկա եւ երիտասարդությունը չի ձգտում դեպի գիտություն, որովհետեւ նշանակում է ստանալ շատ քիչ աշխատավարձ եւ անորոշ հեռանկար ունենալ։ Ահա հիմնականում այն փաստարկները, ինչը մեզ ինք տվեց, որպեսզի մենք դեմ արտահայտվենք բյուջեի նկատմամբ, ասեմ, որ նաեւ մենք 74 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ ենք ներկայացրել կառավարության բյուջեի հետ կապված, ցանկանայի, որ գոնե ինչ-որ չափով ընդգրկվել բյուջեի մեջ, բայց ընդգրկվի թե ոչ դա ժամանակ բոլոր դեպքերում մի քիչ օրենքներ են ես դրամատրվել իրան կառնում։ Եվ 3 ժամը արդեն 3-ին ես փոխանցեցի կոնգրեսի ղեկավարությանը, որ խմբակցությունը միանում է այդ նախաձեռնությանը։ Իմ կարծիքն է, որ քվորում չի ապահովվի եւ իսկ չկա։ Չգիտեմ, թե այնպես լինի, որ իսկապես